Ողջունում եմ հարգելի բարեկամներ։ Այսօր Ազատարար բլոգի հատուկ թողարկումն է։ Մենք խոսելու ենք երկրորդ աշխարհամարտի մասին։ Իհարկե, այդ թեմայի շուրջ այն ժամանակահատվածում, որ տևում է մի թողարկումը, մենք չենք կարող ամեն ինչի անդրադառնալ, դա մի անծայրածիր թեմա է, ահռելի կա նյութեր եւ փաստագրական եւ պատմաբանների աշխատանք եւ մեմուարիստիկա այդ ուղղությամբ մենք կփորձենք ընդամենը ցույց տալ Կարեն Սարգսյանի հետ, որը նույնպես ձեզ ողջունում է, ցույց տալ թե ինչու ոչ մեծ հայրենական պատերազմ։ Միանգամից ես եզրակացությունը ասեմ միանգամից, ինչու երկրորդ աշխարհամարտ։ Եվ ինչու չի կարելի տրվել այն երևույթին, որը հենց ռուսները դրել են անունը Պոպեդոբեսիա, որը հայերեն նույնիսկ հաղթանակագարություն չի, դա հաղթանակադիվայնացում է, այսինքն լրիվ խելագար վիճակ է, որ այդ կուլտը ինչի է գալիս։ Բայց սկսենք պատմական մասից, ձեր թույլտվությամբ, եթե իմ զրուցակիցը եւ ընկերը թույլ տա, ես կսկսեմ արդեն միանգամից ըստ էության։ Սկսենք։ Երկրորդ աշխարհամարտը նախ սկսվել է 1939 թվականին։ Այնինչ ռուսները անվանում են մեծ հայրենական պատերազմ եւ ստիպում են բոլոր ժողովուրդներին անվանել, սկսվել է հայտնի է 1941 թվականի հունիսի 22-ին, երբ գերմանական բանակը անցավ սովետական սահմանը, անցավ հարձակման եւ դեսպան Շուլենբերգը, ես հիմա ցույց կտամ Շուլենբերգին, մենք կընտրենք Շուլենբուրգ ավելի շուտ երևի այդպես ավելի ճիշտ է, այս պարոնը ազնվական պրոֆեսիոնալ դիվանագետ, որոշակի կապ ունեցող նաև Հարավային Կովկասի հետ, հատկապես վրաց ժողովրդի, պարոն Շուլենբուրգը առաջին աշխարհամարտի ժամանակ եղել է Թիֆլիսում, ավելի շուտ եղել է Օսմանյան բանակի հետ կապի պատասխանատու, որպես գերմանական սպա, մենք գիտենք, որ թուրքական բանակը եւ գերմանական բանակը դաշնակիցներ էին առաջին աշխարհամարտում եւ համարվում է վրացական լեգիոնի հիմնադիրներից մեկը, վրացական լեգիոնը դա վրացիներ էին հիմնականում եւ Օսմանյան կայսրության եւ ռուսական կայսրության, որոնք կռվում էին Եռակի միության կողմից, Գերմանիայի, Թուրքիայի եւ Ավստրո-Հունգարիայի կողմից, այսինքն այսպես նաև հետաքրիր վրացական հետ նույն օրը գալիս է պարոն գալի եթե ընկեր Մոլոտովի մոտ արտգործնախարարի սովետական միության, ես հիմա հետ եմ գնալու, մենք սկսենք թե ինչ է մեծ հայրենականը, ասում է որ սկսվել է պատերազմ, մենք հայտարարում ենք պատերազմ, գոյություն ունի դեկլարացիա, թե ինչ են հայտարարում պատերազմ, այսինքն նույնիսկ այդ ժամանակ փորձում են միջազգային իրավունքի նորմերը պահպանել, պետք է պատճառ լինի պատերազմի, եւ այդտեղ պատերազմի պատճառներից մեկը այն էր, որ սովետական միությունը եւ դա բացարձակ ճշմարտություն է, զորքերը մոտեցնում էր սահմանին, մի քանի միլիոնանոց բանակ, որը դիտարկում է որպես ագրեսիվ քայլ, եւ օրինակի համար Բեսարաբիայի զավթումը, որը նախատեսված չէր սովետա-գերմանական պայմանավորվածություններով։ Նկատի ունեն նաև իհարկե գաղտնի պրոտոկոլը, որի մասին հիմա խոսելու ենք, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի։ Եվ Շուլենբուրգը լքում է Թուրքիայի միջոցով, լքում է սովետական միությունը, նույն ժամանակ Դեկանոզովին, Դեկանոզոշվիլուն վրացի ծագումով, հետաքրքիր վրացիներ, որը դեսպանն էր Բերլինում, կանչում են արտգործնախարարություն, էլի նույնը ասում են եւ ինքն էլ Թուրքիայի միջոցով վերադառնում է սովետական միություն։ Ասեմ, որ երկուսն էլ իրենց մահով չմահացան, հետաքրքիր բան է։ Շուլենբերգը ընդդիմության գաղտնի ընդդիմության պարագլուխներից էր 1944 թվականին հայտնի է խռովության փորձի ժամանակ է փորձում էին սպանել Հիտլերին, ինքը ակտիվ մասնակիցներից մեկն էր, կարող էր լինել նոր Գերմանիայի արտգործնախարար, տապալվեց, ձերբակալվեց եւ մահապատժի ենթարկվեց Շուլենբուրգը։ Դեկանոզովին նույնպես սովետական միությունում մահապատժի են ենթարկել, արդեն Ստալինի մահից հետո, որպես Բերիայի
շատ այսպես մերձակա անձնավորություն եւ բազմաթիվ հանցագործությունների մեջ մասնակցած անձնավորություններ։ Սա էլ է դեսպանների ճակատագիրը որպես մի էպիզոդ, կյանքը, պատերազմը, չգիտեմ, պատմությունը, իհարկե դա նաեւ այսպեսի էպիզոդների մեծ հավաքածու է, որոնք կարող են հետաքրքիր լինել։ Եվ այսպես, բայց ինչ էր մինչև 41 թվականի հունիսի 22-ը։ Եվ մենք վերադառնում ենք մոտարապես 38-39 թվականներ։ Ակնհայտ է, որ մոռանանք մի պահ պարոն Շուլենբուրգին, Կանան ջան, եթե դու ունենաս որևէ ինչ-որ հավելումներ եւ այլն, հանգիստ սրտով կարող ես ինձ ընդհատել եւ Չէ, ինչ հավելումից, փաստեր ես հələ որ ներկայացնում։ Ցանկացած կետում, մի փաստերի։ Երևի մինչև Մոլոտով-Ռիբենտրոպ քարտեզը դու գտնես, ես պակտի մասին պետք է երևի մի երկու բան ասել, որովհետև շատերը չգիտեն պարտադիր, որ այդ են պակտն է։ Հենց հիմա պակտից եմ խոսելու, եթե ուրեմն դու ես։ Ուրեմն ինչ էր կատարում Եվրոպայում։ Նայեք ուշադիր ես քարտեզին, նացիստական Գերմանիան, Հիտլերյան Գերմանիան, Իտալիան իր դաշնակիցներ, արդեն իրականացրել էր Ավստրիայի անշլուսը, այսինքն միացումը, Ավստրիան նույնպես Գերմանիա պետության մաս էր արճակվել, օկուպացվել էր Չեխոսլովակիան, Չեխիան փաստորեն միացվել էր Գերմանիային, հայտարարվել էր որպես հիմա պետության այդ ձևը ՄԱԿ-ը չի ճանաչում, հիմա պաշտոնապես դա չկա, բայց դա դեռ միջնադարից հայտնի կախման ձև է, կոչվում պրոտեկտորատ։ Այսինքն ուրիշ պետության հովանավորության տակ գտնվող պետություն, հիմա դա կասեին ոչ սուվերեն պետություն, լիարժեք սուվերենություն չվայելող պետություն։ Բայց փաստացի ուղղակիորեն կառավարվում է Գերմանիայից, իսկ Սլովակիան հայտարարվում է որպես անկախ պետություն, որին ճանաչում են միայն այս կարմիր երկրները, այսինքն աշխարհը չի ճանաչում, այսպեսի ստեղծում են իրենց նոր դաշնակից պետություն։ Եվ այս պարագայում ֆրանկո-բրիտանական, մենք տեսնում ենք, որ դեռ Ֆրանսիան եւ Բրիտանիան կարմիր չեն ներկված, այսինքն դեռ նացիստական Գերմանիան եւ Իտալիան իրենց չեն կարողացել աղտարել, բարձ է սկսվում է մեծ սուր մրցակցություն եւ բոլորը պատրաստվում են պատերազմի։ Ուսադիր նայեք Լեհաստան, Պոլսկո գրած է լեհերեն է քարտեզը, դա Լեհաստանն է, իսկ տակի տարածքը տակի պետությունը, որը նույնպես այսպես քառակուսին բաներով է, վանդակներով է, դա Ռումինիան է։ Այսինքն 39 թվականին, մինչ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, դեռ միանշանակ որոշված չէր, որ Ռումինիան լինելու է Գերմանիայի դաշնակիցը։ Ռումինիան դիտարկվում էր մի երկիր, որը երևի պետք լինի զավթել։ Եվ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան փորձում էին նաեւ պաշտպանել ոչ միայն Լեհաստանը, այլ նաեւ Ռումինիան, որպեսզի ամբողջ Եվրոպան արևելյան չտան գերմանացիներին եւ իտալացիներին, բայց ամենակարևորը ինչի է պետք Ռումինիան։ Ինչի է պետք Ռումինիան։ Նավթ։ Դա միակ եվրոպական երկիրն է, այն ժամանակ հայտնի, այսօր մենք գիտենք, որ Նորվեգիան էլ ունի բավական լուրջ պաշարներ, բայց այն ժամանակ նորվեգական նավթի մասին դա չգիտեին, միակ երկիրն էր Եվրոպայում, որը ունի լուրջ նավթի պաշարներ, որոնք ծայրահեղ անհրաժեշտ էին Գերմանիայի եւ Իտալիային պատերազմը վարելու, բանակը ապահովելու, շարունակությունը ապահովելու համար։ Եվ դրա համար Ռումինիան իրենց հետաքրքրում էր որպես նավթային բազա։ Սա էր իրավիճակը, եւ ահա ինչու էր պետք, որպեսզի սովետական միությունը կողմնորոշվեր։ Սովետական միությունը, որը իր միլիտարիզացիայի շրջանը սկսել էր ամենաառաջինը, շատ ավելի շուտ, քան նացիստական Գերմանիան։ Մոտավորապես 20-ականների վերջ, 30-ականների սկիզբ Հիտլերը իշխանության եկել է 1933 թվականին, սովետական միությունը արդեն 3-4 տարի է արագ, շատ արագ միլիտարիզացվում էր։ Եվ ուներ լրջագույն բանակը այդ պայն 39 թվականն ենք խոսում Եվրոպայում իր թվային այսպես թվերով, եթե վերցնենք ստատիստիկայով, գրեթե բոլոր ոլորտներում իր հնարավորությունները ավելի մեծ էին, քան Ֆրանսիայինը եւ Բրիտանիայինը միասին վերցրած։ Իսկ որոշ հարցերում նաեւ Ֆրանսիան, Բրիտանիան եւ Գերմանիան միասին վերցրած։
ինքնաթիռներ, ճշտում։ Այո, զրահատանկային զորքերի քանակով Սովետական Միությունը հագեցած էր ավելի մեծ քանակով, քան ամբողջ աշխարհի տանկային զորքերը իրար գումարած։ Մասնավորապես մոտարապես 15 մեխանիզիրованный ոնց մեքենայացված կորպուսների մեջ ներգրաված տանկերի թիվը անցնում էր 10,000-ը, որը նույնիսկ մոտիկ բոլոր երկրները գումարած չունեն։ Սա ուղղակի վիճակագրություն, շնորհակալություն։ Իմչալոց մենք տանկերի մասին նաև խոսենք։ Տանկերի իմ թույլ թեման է։ Եվ ասեմ, որ սովետական միության փլուզման պահին Սովետական միությունը նույնպես արդեն 91 թվականն է ուներ ավելի շատ տանկ, քան մնացած մարդկությունը միասին վերցրած։ Այսինքն մինչև 22 թվականի փետրվարի 24-ը։ Մինչև Ուկրաինայի վրա հարձակվելը դա այդպես էր, այո։ Ուկրաինացիները մի քիչ այդ անարդարությունը պատմական ուղղեցին։ Եվ բնական է, որ Ֆրանսիան, Բրիտանիան ձգտում էին լեզու գտնել Սովետական միության հետ, որտեղ հասկանում էին, որ եթե Գերմանիային, Իտալիային միանար Սովետական միությունը ինչ կլինի, եւ Գերմանիան նույնպես ձգտում էր լեզու գտնել Սովետական միության։ Եվ 39 թվականին մի մեծ պատվիրակություն, ռազմական պատվիրակություն, բրիտանո-ֆրանսիական, ուրեմն սովետական պատմաբանները, որպեսի կարողանան արդարացնեն Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, ասում են, որ այդ պատվիրակությունը լուրջ պատվիրակություն չէր, այնտեղ որևէ քաղաքական լիդեր չկար, բայց դա զուտ նեղ զինվորականների նախնական բանակցություններն էին մինչ պայմանագիր կնքելը, որպեսզի զինվորականները կարողանան տարբեր ասպեկտներ ռազմական իրար հետ համաձայնեցնեն եւ քաղաքական լիդերները ընդունեն որոշում։ Սովետական միության կողմից այդ բանակցություններին մասնակցում էր Կլին Վորոշիլովը, այսինքն պաշտպանության նարկոմը, նախարարը հիմա կասեին։ Նույն այնտեղից եկել էին բրիտանա-ֆրանսիական պատվիրակությունը ղեկավարում էր ծովակալ, տեղակալը ֆրանսիացի գեներալ էր, գնդապետներ, բոլորը մասնագիտացած, ասենք հրետանի, երազքային եւ այլն, դա հենց պատվիրակությունն էր, որը եկել էր Մոսկվա 39 թվականին, որպեսզի կարողանար համաձայնեցնել սովետական միության մասնակցությունը հակահիտլերյան արդեն ձևավորվող կոալիցիայի։ Ըստ որում ակնհայտ է, ասում են պատմությունը չի սիրում եթեներ, բայց բացարձակապես ակնհայտ է, որ սովետական միության, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի միավորվելու դեպքում նացիստական Գերմանիան իր այն ժամանակվա պոտենցիալով ջախջախիչ պարտություն կկրեր եւ ինչը կբերեր նաև նացիզմի անկմանը։ Նույնը վերաբերում է Իտալիայում ֆաշիստական ռեժիմին եւ Իտալիայի ջախջախմանը։ Դա 39 թիվ դեր։ Դեռ բանը գերմանական ռազմական արդյունաբերությունը արդեն աճում է, բայց այն թրիչկը, որ ինքը ունեցավ 41 թվականից հետո դեռ չի հասել։ Դա այն ժամանակն է, որ իրենց կարելի էր տեղադրել։ Բանակցությունները գնում են Մոսկվայում։ Այս բանակցությունները իմանալով, որ չեմուչում են անելու բանը կոմունիստ բոլշևիկները, սովետը, միանգամից գալիս են եւ սկսում են շարադրել իրենց պահանջները։ Պահանջները այն, որ սովետական միությունը զորքերը մտցնի Լեհաստան, չթողնի, որպեսզի գերմանացիները գրավեն Լեհաստանը, առաջին հերթին, եւ այս հարցերում հարվածի Գերմանիային եւ աջակցի պատերազմի դեպքում Բրիտանիային եւ Ֆրանսիային։ Սա բրցնում է ուրեմն պատվիրակության ղեկավարը բրցնում է իր խոսքը, սպասելով, որ հիմա, դե գիտեք, սովետական բանակցության այսպեսի դպրոց կա, որ դիասի չէ, եւ Վորոշիլովը պատասխանում է ընդամենը 1 րոպե։ Ասում է, որ ձեր բոլոր առաջարկները ընդունելի են, հոյակապ է, որևէ հարց մենք չունենք։ Ինչը իրենց ավելի մեծ շոկի է բերում, քան եթե ինքը իրենց հայեր եւ դուրս դրդերից, որովհետեւ բոլշևիկից այդպիսի բան մեղություն եւ չեն սպասում։ Եվ շարունակվում են Մոսկվայում այդ բանակցությունները։ Եվ զուգահեռ Գերմանիան պանիկայի մեջ նացիստական, որ իր վերջը կարող է գալ, եթե Աստված չտա, Սովետական միությունը, Բրիտանիան եւ Ֆրանսիան պայմանավորվեն
դա կլիներ Հիտլերի ռեժիմի վերջը։ Եվ իրենց գուցե սպասում էր պայմանագիր շատ ավելի խիստ, քան այն Վերսալի պայմանագիրը, որի դեմ իրենք ընդվզում էին եւ որից դժգոհելով գերմանացի ժողովուրդը ընտրեց նացիստներին որպես երկրի ղեկավար։ Գնում է բանակցությունները եւ ի՞նչ է հետաքրքիր, կա այդ բանակցությունների ողջ ընթացքը փաստագրված է, ամեն ինչ կա, նամակագրություն, գերմանացիները աղաչվում են սովետական միությանը, որպեսզի կան ինչ որ ընդհանուր հայտարարի։ Սա առաջին միֆը սովետական, որ սովետական միությունը ճարահատյալ, թույլ, անպատրաստ, կռվել չիմացող եւ այլն ստիպված ժամանակ է շահում, որպեսզի Գերմանիան իրենց վրա չհարձակվի։ Գերմանիան էր խնդրում աղաչում, որպեսզի սովետական միությունը 39 թվականին իրենց վրա չհարձակվի։ Եվ այդ նամակագրությունը բավական սառն էր առաջին փուլում սովետական միության կողմից, որը ժամանակ է շահում այն մյուս բանակցություններում, պատկերացնում եք, հա, Մոսկվայում նստված է պատվիրակությունը, բանակցություններ են գնում իրենք Ռիբենտրոպի հետ, արտգործնախարարի Գերմանիայի, որին մահապատժի ենթարկեցին Նյուրնբերգյան դատավարության որոշմամբ, որպես պատերազմի հանցագործ։ Եվ Ռիբենտրոպը նամակագրություն եւ այլն, ոչ միայն Ռիբենտրոպը, դեսպանի հետ են աշխատում, Աստախով էր ժամանակ դեսպանի անունը, կանչում են արտգործնախարարություն, ճաշկերույթների, եւ գիտեք որն էր հիմնական թեման, որ նացիոնալ սոցիալիզմը եւ իտալական ֆաշիզմը ունեն կոմունիզմի հետ մի ընդհանրություն։ Դա խորքային ատելությունն է, իրենց բառերն են, կապիտալիստական դեմոկրատիաների նկատմամբ։ Որ եթե իրենք հիմա չմիավորվեն, կապիտալիստական դեմոկրատիաները իրենց կուտեն եւ սրանց։ Դրա համար իրենք ճակատագրով փաստորեն դատապարտված են լինել դաշնակիցներ։ Եվ ընդհանրապես շաբաթների ընթացքում սովետական միությունը սկսում է, ինչպես կասեն, կակղել եւ սկսում է ավելի բարյացակամ վերաբերվել գերմանական առաջարկներին։ Որպեսզի հասկանաք, թե որքան էր Գերմանիային կարևոր այդ բանակցությունները եւ ֆակտը, կա մի այսպիսի բան Ռիբենտրոպի հիշողությունները։ Հիտլերը ավտոկրատ ղեկավարների մոտ դա միշտ լինում է, որ իրենց բանը ամեն ինչում մեղավոր փնտրեն ուրիշների մեջ եւ գոռում է Ռիբենտրոպի վրա, որ այս ռուսները արդեն Ռիբենտրոպից հետո դες կասեմ թե ռուսները ոնց են իրենց բաղում, սովետական միությունը, թե բանը, այս ժիչումը ինչի են կարել, սա ինչ են կարել, ասում եք իմ ֆյուրեր, ցավը տանեն։ Դու որ ինձ ուղարկում էիր Մոսկվա, դու ինձ նույնիսկ թույլ էիր տվել պայմանավորվել նեղուցների հարցով։ Այսինքն ռուսական դարավոր երազանքը Բոսֆորի նեղուցը վերցնելու, դրանք առաջին աշխարհամարտ մտան այդ բանով, չէ՞, Ղրիմի պատերազմ մտան 1875 թվականին Թուրքիայի հետ կշռեցին, որպեսզի վերցնել այդ նեղուցները, Գերմանիան պատրաստեց իրենց նվիրել մի բանով, որպեսզի հանկարծ չմիանան Ֆրանսիան եւ Բրիտանիան։ Այդ աստիճան Գերմանիան խոցելի եւ թույլ էր մինչեւ Մոլոտով եւ Ռիբենտրոպ պակտ։ Ուրեմն երբ որ կողմերը պայմանավորվում են, իսկ կողմերը պայմանավորում են այնքան արագ, որ տեքստը պայմանագրի եւ ամենակարևորը, ինչը դարձել էր մեծ խնդրեմ եւ երկար ժամանակ սովետական միությունը շղթում էր դրա գոյությունը, ամբողջ աշխարհը դրա մասին գիտեր, որ գաղտնի պրոտոկոլը, որը չէր հրապարակվում ոչ միտեղ, այնքան արագ էին կազմված, որ այնտեղ կար սխալներ։ Այսինքն, եթե դու այդ գաղտնի պրոտոկոլի բանը չասում ես, ասենք սամանը անցնելու է այս գետով, այ Կարենը ավելի լավ այդ բանից կհասկանա, քարտեզ, եթե այդ ասածներով գծեիր, չէր գտնում իրար չեն գտնում այդ գետերը։ Կան երկու կտորը տենց կա քարտեզի վրա։ Որտեղ շտապում էին, որովհետև այդ բան հետո ընդունել են գաղտնի պրոտոկոլի հավելված, որտեղ ճշտել են այդ սաման։ Հիմա հարցը որն է։ Եվ ինչ էր անում սովետական միությունը։ Սովետական միությունը, որը շահագրգռված էր, որպեսզի բոլոր արևմտյան երկրները
արյան մեջ իրար խեղդեն, իրար թուլացնեն, որ հետո ինչ անի ինքը, ինչ պետք է անի սովետական միությունը, այո, իրականացնի բոլշևիկների երազանքը, համաշխարհային հեղափոխությունը, որը ըստ Տրոցկու դա մի ուրիշ բան է, բայց ըստ Ստալինի, ըստ իր գաղափարախոսության, դա մեկ ամբողջ համաշխարհային սովետական միություն է, որի աստվածը, դիկտատորը եւ այլն ինքն է Յոսիֆ Ստալինը։ Դրա համար պետք էր, որպեսզի Գերմանիան եւ չպատվի, այլ որքան հնարավոր է երկար տևի այդ կռիվը եւ երկու կողմերն էլ թուլանան։ Եվ որոշում է ընդունում սովետական միությունը, որ ստորագրելու են Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, որտեղ ինքը պակտը կոչվում է չհարձակվելու մասին։ Որտեղ բան չկա, որ սովետական միությունը եւ Գերմանիան պարտավորվում են չհարձակվել իրար վրա, չմիանալ որևէ դաշինքի իրար դեմ, եւ ընդհանուր այսպես բարի դրացիական հարաբերությունների մասին, բայց գաղտնի պրոտոկոլը այստեղ այն է, ինչ հիմա շատ կարևոր է, ես այս քարտեզի տեղ կդնեմ ուրիշ մի բան, մի վարքյան, այսա կդնեմ, ըստ գաղտնի պրոտոկոլի Եվրոպան բաժանվում է այսպես կոչված ազդեցության գոտիների, Արևելյան Եվրոպան։ Առաջին տարբերակում սովետական միությանը անցնում էր Ֆինլանդիան, ինչը բերեց արյունալի եւ սարսափելի հյուսիսային պատերազմին, դրա մասին մի երկու ձմեռային պատերազմ կներեք, որի մասին մի երկու բառով խոսել ենք ես ու Կարենը, բայց կասեմ, եւ դա բերեց Մերձբալտիկայի օկուպացիա։ Իմիջիալոց ըստ առաջի տարբերակի Լիտվան անցնում էր Գերմանիային։ Ինչու՞, որովհետեւ Վիլնյուսը բաներին էր, լեհերին էր, եւ ուղղակի ճանապարհ չկար դեպի Լիտվա։ Վիլնո Սաման չուներ Լիտվայում, սովետականությունը սաման չուներ։ Եվ դրա համար Լիտվան պետք է գնար։ Հետո վերանայեց։ Մյուս կողմից դեռ պետք է նշել, որ այն ինչ հիմա կոչվում է Կալինինգրադ եւ Կալինինգրադի մարզ, դա Կյոնիգսբերգներ եւ Պրուսիան եւ մեծ հաշվով Դանցիգի Միջանսկով, Ալիևի սիրած Միջանսկը, Դանցիգի Միջանսկով։ Հեսա Միջանսկի մասին ասել է։ Արևելյան Պրուսիան եւ Լիտվան իրանք մեծ հաշվով միավոր էին։ Այնտեղ Սուվալկի կարեւ բանկը, Սուվալկի Միջանսկը եւ այլն, հա լավ կանցնենք։ Վիլնոյի Միջանսկ եւ Սուվալկի Միջանսկ։ Ուրեմն Միջանսկի մասին էսա կասենք, որտեղ այստեղ գալու է բանը ինչ որ չափով զավեշտալի մասը։ Ուրեմն հետո երբ որ Լեհաստանից սովետական միությունը ստացավ ավելին քան պայմանավորվել էին, չտվեց կներեք, ավելի քան պայմանավորվել էին, Լեհաստանի մեծ մասը, ոչ միայն Արևմտյան Ուկրաինան եւ Բելարուսը, Լեհաստանի մեծ մասը պետք է վերադառնար ռուսական կայսրություն։ Մինչև Վիսկա, այո։ Բայց քանի որ այդպես չեղավ, դրա տեղը վերցրին Լիտվան, բայց Վիլնյուսը գումարվեց Լիտվային եւ իրենք վերցեցին միասին։ Հիմա այդ պայմանավորությունը կա եւ ես հիմա դնում եմ մի այսպեսի նկար, մի վարքյան, որպեսի հիշեցնեմ մեզ։ Մենք մի վարքյան ես հիմա քարտեզը կհանեմ։ Ուրեմն Եվրոպական պարլամենտը 2007 թվականին, սա Եվրոպական պարլամենտի նշանն է, մենք օգտագործել ենք ես ու Կարենը, երբ որ խոսել ենք օրինակ հայանապաստ ռեզոլյուցիաների մասին, 2009 թվականին Եվրոպական պարլամենտը օգոստոսի 23-ը, այսինքն Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի եւ դրա գաղտնի պրոտոկոլի ստորագրման օրը հայտարարել են այսպես կոչված, ասում են սև ժապավենի օր, այսինքն կոմունիզմի եւ նացիզմի նույն նախադասության մեջ կոմունիզմի եւ նացիզմի զոհերի հիշատակի օր։ Հիշենք այդ օրը, օգոստոսի 23։ Այս եւ բնականաբար Ռուսաստանը դա բողոքում է եւ այլն, ամեն ինչ անում է, որ ասում եմ չի կարելի մեզ հավասարեցնել նացիստների հետ։ Ինչ բերեց ժողովուրդների Մոլոտով-Ռիբենտրոպ։ Ֆինլանդիա։ Ձմեռային պատերազմ։ Հարձակում Ֆինլանդիայի վրա։ Հերոսական, անմարտկային, անպատկերացնելի կռիվը ֆին ժողովրդի հանուն իրենց անկախության։
Առաջին փուլում սովետական բանակի ջախջախում 50-60 հազար զոհ, տասնյակ 100 հազարավոր վիրավորներ եւ այստեղ մի կարևոր նրբություն ռուսական սովետական շատ քաղաքներում դեռ իր վրա ոչ ոք չի հարձակվել ձմեռային պատերազմի ժամանակ սկսվում է սով այսինքն այլ երկրի տարածքում իրականացվող պատերազմը արդեն վերում է խնդիրներ այդ համակարգը չի կարողանում աշխատել սով է առաջանում հացի խնդիր է առաջանում շատ քաղաքներ հետաքրքիր է որովհետև դա հետագայում կդառնա միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ միլիոնավոր հիմա Ֆինլանդիայում վերջը սովետական միությունը դե իր ռեսուրսները ուժը տանկերը որ ասում են հավաքում է կարողանում է ստիպել Ֆինլանդիայի խաղաղության պայմանագիր որը կարելի ասել բան է երկու կողմին էլ տալիս է որոշակի բան Ֆինլանդիա պետությունը մնում է բայց ունենանում է լուրջ տարածքային կորուստներ երբ որ ստեղծել էին 16-րդ հանրապետություն Կարելյան փոքր դարձրել էին հանրապետություն որ Ֆինլանդիան պետք է միացնեն այդ այսինքն հանրապետություն նախորդ էին ստեղծել տարածքը պետք է գրավի երբ որ Մոլոտովին հարցին ասին բայ չի չկարողացաք այդ փոքր ֆին ժողովրդին գրավել ասեց շատ համառ ժողովուրդ են որովհետև շատ համառ ժողովուրդ են ֆինները կարողացավ իրենց մուրազին հասնել Ստալինը եւ Ֆինլանդիան մնաց հետո հարցեր կարող է ցակել թե ինչու է Ֆինլանդիան երկրորդ աշխարհամարտի ժամանակ կռվում սովետական միության դեմ ընդամենը 2 տարի հետո ակնհայտ է թե ինչու մեզ Բալտիկայի օկուպացիա մենք հիմա բերանով ենք ասում օկուպացիա մեզ թվում է որ եթե սովետական բանակը եկավ Էստոնիա եկավ Լիտվա եկավ Վիլնոյի մարզ որը մինչև այսօր Վիլնոյի մարզում այսինքն ոչ թե Վիլնյուս քաղաքում այլ շրջապատող մարզում բնակչության մեծամասնությունը լեհեր են երբ որ մտան իրենք Լատվիա պարզապես ցուցանակը փոխվեց եւ անունը դրվեց սովետական սոցիալիստական հանրապետություն ինչը բացարձակապես այդպես չի սովետական միությունը մտնում էր առաջին հերթին NKVD-ով կոմունիստական կառույցներով առաջին իսկ ժամից մտնելու սև ցուցակներ տերոր սպանություններ աքսորումներ ունեցվածքի բռնազավթում էթնիկ զտումներ ես չեմ սխալվում էթնիկ զտումներ ցուցակներ էին ստեղծվում վտանգավոր ժողովուրդների առաջին հերթին լեհեր գերմանացիներ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի օրոք ռումիններ եւ այդ ժողովուրդների հանդեպ այդ ընդամենը 2 տարում հասցրին սովետը իրականացվում էին էթնիկ զտումներ իրենց քշում էին Սիբիր տասնյակ 100 հազարներով բացարձակ ունեզրկում գերմանացիներին Բուկովինայի գերմանացիներին այնտեղ կար էթնիկ փոքրամասնություն Բուկովինան միացրին Ուկրաինային թողում էին գնալ Գերմանիա բայց իրենք պետք է լինեին մերկ սոված նույնիսկ հետները իրենց շորերը վերցնելու իրավունք չունեին այդ ամբողջը ինչ էին անելու այդ գերմանացի շորերը գերմանացիների շորերը սովետական միությունում ես չգիտեմ բայց այդ աստիճան մարդկանց թալանում էին տարերով այդ մարդիկ այդ հողի վրա ապրել աշխատել են ու թողում են գնալ Գերմանիա բայց իրենք լավ էին բրցել որովհետև լեհերին արդեն Լեհաստան չկար լեհերին ուղարկում էին Սիբիր տասնյակ 100 հազարներով եւ եղավ այն սարսափելի բանը որը կոչվում է կատին ես կատինի մասին նյութեր հատուկ այսօր չեմ արել դա սարսափելի անցագործություն է կատինի օրը որը նշվում է Լեհաստանում կարելի է դրա մասին խոսել մարդկության պատմության մեջ ամենանողկալի հանցագործություններից մեկը կատարեցին սովետական միությունը եւ NKVD-ն հավաքեցին գրեթե բոլոր սպաներին առանց անհատական մեղադրանքներ ներկայացնելու որ դու վատն ես դու ես ինչն ես արել եւ այլն դրան Բելորուսիայի տարածքում կատինի անտառ եւ առանց դատու դատաստանի տասնյակ հազարներով գնդակ արեցին եւ մինչեւ սովետական միության փլուզումը սովետական միությունը պնդում էր որ դա արել են գերմանացիները չնայած նույնիսկ Նյուրնբերգի դատավարության ժամանակ այդ մեղադրանքը գերմանացիներից հանվեց եւ փաստորեն դե ֆակտո ճանաչվեց որ դա արել է սովետական միությունը դա էր ուզում ասեմ այդ ժողովուրդների համար Մոլոտով-Ռիբենտրոպի հետևանքները բայց նաեւ գերմանացիներն էլ այնպես չի որ որտեղ իրենք մտնում էին
բանը նոր այսպես կոչված կարգ ոնց է բանը նոե օրդեր թե ինչ գերմաներեն էլի նույն բանը գեստապո ձերբակալություններ այո Գեստապո ձերբակալություններ, ազգային եւ այլն իրավունքների եւ մարդկային իրավունքների չեղարկում, իսկ հрьяաներին թե ինքնվել չեմ ասում, դեռ հոլոկոստը չի սկսվել պաշտոնապես, բայց արդեն հрьяաները երկրորդ սորտի քաղաքացիներ են միլիոններով, որտեղ այդ տարածքները արևելյան Եվրոպա, դա համաշխարհային հրեության կուտակման կենտրոններ, այդտեղ էին, աշխարհի հрьяաների մեծ մասը այդտեղ էր միլիոններով եւ այդ ունեզրկում ձերբակալում գետոներ գնդակահարություններ դեռ պաշտոնապես հոլոկոստը չի սկսվել բայց արդեն ամեն ինչ գնում է դեպի հոլոկոստ սա է մոլոտով-ռիբենտրոպի դինը հիմա հարց է ծագում սովետական միությունը եւ Գերմանիան եթե իրար մեջ պայմանավորվել են իրենց հավեսին հա անպայման այ կներեք Այն հիշում եք ես կապիտալիստական դեմոկրատիաների մասին ասեցի, որ գերմանական արտգործնախարարը ռուսական սովետական դեսպանի հետ այդպիսի խոսակցություններ էր վարում։ 39 թվականի օգոստոսի 23-ը, այո, դա Մոլոտով-Ռիբենտրոպի օրն է, որը հիմա նացիզմի եւ կոմունիզմի զորի օրն է։ 17-ին սկսել են բանակցությունները, 23-ին վերջացրել են, ավարտվել են։ Հիմա կասեմ, թե ինչպես վարվեցին այն մյուս բանակցողների հետ, որտեղ նույն Մոսկվայում նստած էին ֆրանսիացիները եւ բրիտանացիները։ Մուսոլինիի բառերն են դուչեի, ֆաշիստական ղեկավարի, ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ համաձայնագրին, ես դրան լիովին հավանություն եմ տալիս։ Գերմանիայի եւ Ռուսաստանի միջև մեծեցումը անհրաժեշտ է ժողովրդավարություններով նրանց շրջապատումը կանխելու համար։ Բենիտո Մուսոլինի։ Այսինքն այստեղ բացի աշխարհակաղակական եւ այլն կա գաղափարական, որ սովետական միությունը, Գերմանիան եւ Իտալիան պայքարում են դեմոկրատական կարգերի դեմ որպես երևույթ, որ այդ դեմոկրատական կարգերը հանգարտ չհաղթեն։ Դա Մուսոլինին բացահայտ ասել է դրա մասին, հենց 39 թվականին։ Հիմա հարց կծագի, մենք մինչև հարցնենք, թե ինչպիսին են հարաբերությունները Մոլոտով-Ռիբենտրոպի ժամանակ։ Հարց է ծագում, ինչ եղավ այդ բրիտանացիներին եւ ֆրանսիացիներին։ Որոնց հետ բանակցությունները մի որ ասում է ջան, ուրբան, մի ամեն ինչում համաձայնվում են, այս սրանք ասում են լավ, այս ինչ հաջողություններ, այս ինչ լավ բանակցություններ ենք մենք կարող այս բոլշևիկների հետ, որոշույլովը արդեն երբ որ պայմանավորվել են, որ պետք է ստորագրեն հաջող մի երկու օրից գերմանացիների հետ, գալիս են նիստի, նստած են այդ զինվորականները, մեծ պատվիրակություն եւ ասում են, որ դուք շտապ մեզ պետք է համական անալոգիաները, շտապ մեզ պետք է տակ միջանցք Վիլնոյի միջոցով մենք պետք է կարողանանք գնալ առաջ։ Եվ Լեհաստան, թշնամական պետություն, Լեհաստանը եւ սովետական միությունը շատ վատ հարաբերություններ ունեին, նրանք թշնամական պետություններ էին իրականում։ Եվ Լեհաստանի տարածք պետք է մտնեն, չգիտեմ, որքան քանակ սովետական դիվիզիաներ։ Ինչու բացարձակ, նախ Լեհաստանը երբեք չի համաձայնվի։ Դա բացառվող բան է, որ Լեհաստանը համաձայնվի, որ սովետական բանակը մտնի իր տարածք եւ օկուպացնի Լեհաստանը իրենց համար սովետական օկուպացիան ոչինչով ավելի լավ չէր, քան նացիստական օկուպացիան բնականաբար։ Սրանք ախր ասում են, բայց մենք այս թեմաներով չենք խոսել, բան ասում են, էս չէ, ուզում հետեք ռադարդ քաշեք։ Վերցնում են այդ պատվիրակությունները, այդ չհամաձայնվելով կարիդորին, չարաբաստիկ, բան ռուսական թեմա է այդ կարիդորը, հինից։ Վերցնում են փասապուսեկը հավաքում են եւ դուրս են գալիս։ Մի քանի օրից པարզ է դառնում պատճառը, ամբողջ աշխարհը իհայտ ոչ գաղտնի մասը պրոտոկոլի, այսինքն չանցակվելու պայմանագրի հրապարակվում է մամուլում եւ խնդրեմ։ Եվ սկսվում է փաստորեն առաջին աշխարհամարտը երբ է, որ սեպտեմբերի 1-ին 39 թվականի երկրորդ աշխարհամարտ կներեք։ Առաջին աշխարհամարտը սեպտեմբերի 1 1914 թվականին։ Մենք խոսում ենք երկրորդ աշխարհամարտի մասին։ Գերմանիան հարձակվում է Լեհաստանի վրա։ Սա դրանք է ստեղծվում, որ իբր լեհերը հարձակվել են եւ սպանել են մի քանի գերմանացիներ, հենց վերցնում են, ինչքան գիտեմ, քրեականներ են վերցնում գերմանացիները, հագցնում են լեհական համազգեստ,
կոտորում են այդ բաներին տեղում եւ ցույց են տալիս, որ իբրե լեհերն են հարձակվել եւ առիթը վերցնելով դա որպես առիթ հարձակվում են Լեհաստանի վրա։ Եվ դա է երկրորդ աշխարհամարտի սկիզբը։ Այստեղ ո՞րն է կարևորը, որ սովետական միությունը եւ Գերմանիան 39 թվականին դաշնակիցներ են, իրենք պայմանագիր են ստորագրել, թե ինչպես պետք է ոչնչացնեն այդ Լեհաստանը, ինչպես պետք է ոչնչացնեն Բալտիկ երկրներին, ինչպես պետք է ոչնչացնեն Ֆինլանդիան եւ ինչպես տարածքային պահանջներ ներկայացնեն Ռումինիային։ Այդտեղ չկա ուղղակի, որ Ռումինիայի վրա պետք է հարձակվել, որտեղ Ռումինիան հասկանալով իրավիճակը միանգամից Գերմանիայի դաշնակիցը դարավ։ Չէ, դրանց մի քանի ամիս առաջ չէր։ Միանգամից հասկացա, որ չի ավելի լավ է լեզու գտնել։ Եվ երկրորդ աշխարհամարտը ինչի են վախենում սովետական ռուսները այդ թեմաներով խոսելու, որովհետև 2 տարից մի քիչ պակաս, հա, մի տարի եւ 10 ամիս եղել են Գերմանիայի ուղղակի դաշնակիցը։ Միասին Ստեղ մի բան է պետք է ավելացնել, նայ, խնդիրը որտեղ է։ Խնդիրը նրանում է, որ այդ Մոլոտով-Ռիբենտրոպը չի ստեղծվել զրոյի վրա։ Եվ այո, 2 տարի իրանք թղթով դաշնակից են եղել, բայց Հուդերյանը, Մանշտեյնը, Գոտը եւ ամբողջ տանկային եւ օթուժի հրամանատարությունը արդեն նացիստական Գերմանիայի վերապատրաստվել է սովետական միության տարածքում, որտեղ Գերմանիային համաձայն առաջի աշխարհամարտի արդյունքների արգելված էր ունենալ տանկային զորքեր, Լուֆտվաֆը եւ այլն եւ այլն եւ այլն։ Օրինակ Ռուսաստանը իրենց փորձում էր զինել ընդդեմ Գերմանիայի եւ Ֆրանսիայի։ Շատ հետաքրքիր պատմություն կա Հերինգի եւ Լիպեցկի մասին։ Հերինգը եղել է Լիպեցկում այդ ընթացքում վերապատրաստվել է, որտեղ ունեցել է տեղաբնակ սիրուհի։ Եվ ինքը հետո եղել է Լուֆտվաֆեի ղեկավար։ Եվ պատմականակ փաստ է, որ Լուֆտվաֆեն Լիպեցկի վրա գետ 1 ռումբ չի գցել։ Ուղղակի, որ նա է սաղ պատմում, ու ֆանտաստիկ բաներ կան։ Այսինքն իրանց այդ սպայական բանը մարդու սիրուհին ընդեղ է։ Ինչի համար ռումբակոց։ Ինքը բաներ, ինքը կարիերային սպա էր, առաջին աշխարհամարտի հերոս էր, որպես Այո։ Օթաչու։ Չէ, այդ շատ կարևոր է իմանալ սպայական բաները բան մոտը կար, հա, ինքը համագործակցությունը նացիստների եւ բոլշևիկների շուտ է սկսել։ Ինքը չի սկսել 39 թվականին, որ вдруг откуда не возьмись, չէ։ Իրանք տենց գլխից համագործակցել են։ Բանի այդ Չեխիայի հետ կապված Մյունխենյան բանի հետ կապված մի բան ուղղակի հիշացնեմ, դու հպանցիկ անցար, այդտեղ շատ կարևոր է այդ նույն բանը, որը իրանք Լեհաստանին առաջարկել էին 36 թվականին, երբ Չեխիան գրավում էին, սովետական զորքերը չեխական կառավարությանը խոսք էին տվել, որ իրանք ամբողջությամբ կաջակցեն, եթե Չեխիան դիմի։ Բայց ամենահետաքրքիրն էր, որ սովետական զորքերը կուտակված էին Լեհաստանի սահմանին։ Եվ ըստ սովետական պլանների ստացվում էր, որ Չեխիան փրկելու համար Սովետը պետք է օկուպացներ Լեհաստանը։ Այն ժամանակ դեռ ազգերի լիգան կար եւ Սովետը ստիպված հաշվի էր առնում նմանատիպ բաներ, այն թուղթ էր պետք, որ Չեխիան դիմել է մեզ, որ օգնենք։ Այդ Չեխիան դիմել է մեզ, որ օգնենքը Լեհաստանի գրավելու թեման էր։ Եվ միջայլոց Զակարպատսկի օբլաստ այսօրվա Ուկրաինայի միացվեց, ինքը վերջին կետում 39 թվականին Չեխոսլովակիային էր։ Այսինքն Չեխոսլովակիայից էլ տարապոկվել։ Այսինքն տեղել է այդ բաժանումը եղել։ Մենք ընթացքում բաց թողեցինք Օրբանի երկիրը, ես չգիտեմ դու հատուկ ես իրենց բաց թողել, որովհետև Հունգարիան միացել էր, Հունգարիան արդեն պաշտոնապես դաշնակիցներ Գերմանիա, Ռումինիան բանի մեջ էր, ինչի, որտեղ Ռումինիան եւ Հունգարիան ունեին Տրանսիլվանիայի խնդիր։ Այդ է ուզում ասել։ Դիմել էին արբիտրաժի, գոյություն էպեսի բան, օրինակ Հայաստանը եւ Ադրբեջանը դիմում են երրորդ երկրի, չգիտեմ, Հնդկաստանի արբիտրաժին, ասում են, ես գտնում եմ, որ Արցախը իմն է, ասում են, իմն է, ես քեզ քո դատաստանի։ Մենք ընդունում ենք այդ որոշումը, եւ Գերմանիան որոշում է ընդունում հօգուտ Հունգարիայի, ինչը մի անգամից սարկում է հունգարներին իր դաշնակից, վարկյանական, դե բարձր հասկանալի է թե ինչու, հա,
Բայց խնդիրներ ստեղծում Ռումինիայում։ Դրա համար Ռումինիան մինչև վերջ հրաժարվում էր, այո, հրաժարվում էր։ Հա, ուրեմն Հունգարիան արդեն դաշնակ է։ Իտալիա, որպես պետություն եմ ասում։ Գերմանիա, Իտալիա, Հունգարիա, արհեստականորեն հետո ստեղծվեց Խորվատիա, չկար այդ Հարավսլավիայից անջատվեց պետություն եւ Սլովակիա։ Դրանք դաշնակից պետություններ էին համարվում։ Այսինքն Սլովակիան էր իրեն համարում պատերազմի մասնակից։ Սլովակիան սովետական միությանը հունվարի 22-ից մի քանի օր հետո պատերազմ հայտարարեց։ Այսինքն այդ երկրները բոլորը սովետական միությանը պատերազմ 41 թվականին։ Իսկ դրանից առաջ, որը արդեն կար, պատերազմ հայտարարեցին Ֆրանսիային եւ Բրիտանիային, այսինքն 39 թվականին։ Այսինքն դա իր դաշնակիցներն էին արդեն հստակ։ Ուրեմն ինչպես է վարում սովետական միությունը։ Սովետական միությունը հասկանալով Գերմանիայի վիճակը, որ Գերմանիան իսկապես վախենում է, որ եթե սովետական միությունը անցնի բրիտանացիների եւ ֆրանսիացիների կողմը, այն որ բանը, չգիտեմ, դիվանագիտության մեջ այդ ֆրազան չեն օգտագործում, լեկտիաբար էր իրեն։ Սա գործում էին այդ հարաբերությունները, ուրեմն սովետական ինչքան բան կար, NKVD-շնիկ կար պոլիտեխնիկ ավարտած, ամբողջը լցվել էին Գերմանիայում եւ բոլտ առ բոլտ դա պայմանագրի պրոտոկոլներ կային հատուկ դրա։ Բոլտ առ բոլտ արտագրում էին գերմանական զինատեսակները, բաները եւ այլն։ Դրա համար շատ զինատեսակներ սովետական հետո շատ պատահականորեն նման էին գերմանականին։ Ուրեմն բաներով է նույնիսկ ասում էին օրինակը տվեք պաշտոնապես, այսինքն էս ինչ տանկի։ Մենք քանդենք տենանք եւ Գերմանիան տալիս էր այդ օրինակը։ Որովհետեւ գերմանական ինժեներական միտքը աշխարհում լավագույններից մեկն էր այդ ժամանակ։ Հիմնականում տանկերը չէին, շարժիչներն էին, բայց հա։ Միայն ուրեմն ինքնաթիռները Լուֆտվաֆфе-ի միանշանակ, հա։ Զրահամեքենաներ եւ այլն, տեխնիկա։ Գերմանական մեքենաները արդեն աշխարհում լավագույնն են։ Հիմա որ ասում ես Mercedes-բան արդեն այդ ժամանակ կար։ Դե ուղղակի եւ տանկ էին արտադրում։ Դե ուզում եմ ասել ավտոմեքենաները, բաները, բեռնատարները աշխարհում լավագույնն են։ Մի քիչ ոնց որ մոտենում էին ամերիկյանները։ Ուրեմն սա մեկ, երկրորդը հունք պատերազմելու համար պետք է հունք շատ մետաղ եւ այլն։ Մետաղը հիմնականում գունավոր մետաղները տալիս էին Ֆինլանդիան եւ Շվեդիան։ Պետք է նշել, որը ամենակարևորը նիկելը, Եվրոպայի ամենամեծ եւ այն պահին միակ հանքը նիկելի գտնվում էր Ֆինլանդիայի հյուսիսում եւ նույնիսկ պատերազմի արդյունքներով սովետը չկարողացավ ամբողջությամբ վերցնել, կիսեցին հանքը այնքան մեծ էր, որ կիսեցին, կեսը մնաց Ֆինլանդիայում, կեսը Սովետում, Ֆինլանդիան շարունակում էր բանանել, սովետի նիկելն էր այնտեղից գալիս, այո։ Բանը պետք է երկաթ։ Շվեդիան։ Հասկանում եք, չէ՞ որ զրահի համար պետք է երկաթ, շատ երկաթ։ Եվ սովետական միությունը տալիս էր այդ հունքը։ Կա այսպեսի մի պատմություն, որ ինչ որ ընդունելություն է Ստալինի մոտ, նոր տարվա խմում են եւ այլն, եղբայրության կենացն են խմում, հա, միջալուց այդ Բրեստի համատեղ բանի մասին էլ հեսա կասենք մի բառով, եւ արդեն անցնենք ավելի կարեւոր բան։ Խմում են եւ մոտենումը դեսպանը ասում է կներեք, բայց պետք է բողոքենք, էլի, անգեր Ստալին։ Ախր բան էլի 30% ցանոց բան եք տալիս, հունք եք տալիս, որը շատ դժվար է։ Մեր տեխնոլոգիանով բան շատ թանկ է նստում մեր վրա այդ երկաթ ստանալը։ Մի քիչ ավելի որակյալ տվեք։ Տեղում կանչում է նախարարին, ասում է, քանի հենց դեսպանի դիմաց, ասում է, քանի տոկոսանոց եք տալիս, ասում է 30։ Ասում է, վաղվանից 20% կտակ։ Պես դեսպանի աչքի առաջ։ Այսինքն թքում են վրա, որ ինչ եք անելու, լավ, մեզնից շարունակում եք առնել, այսպես է մեր դերվածքը։ Եվ դրա հետ մեկտեղ սովետական զորքերը անընդհատ գնում են դեպի արևմուտք, միլիոնանոց 3 թե 4 միլիոն կարգի զինվորական բանակ կոնցենտրացվում է ողջ արևմտյան կամ նոր վերցրած մասերի։ Սերգեյ Միխալկովը սովետական հիմնի հեղինակը եւ այդ բանկա Պավել բանով, ինչ էր, Պեսագոն Նիկիտա Միխալկովի լրիվ ֆազը տարած արդեն հայրը
ուրեմն գրել էր, որ մենք գնում ենք կռվի եւ մեր հետ վեցնում ենք բանը սահմանային սյուներ թևի տակ։ Այսինքն որ երկիրը արումնա եւ ամենա այսա սիրուն պահա այդ կասեմ հիմա նայեք կար ուրեմն 34 թվականին Լենինգրադում Ոմն Նիկոլաև սպանում է Սերգեյ Կիրովին մոտիվները եւ այլն որքան հիմա հնարավոր է ուսումնասիրել իսկապես անձնական էին կա նաեւ տարբերակ որ բացի ամեն ինչից Կիրովը սիրեկալն էր Նիկոլաևի կնոջ բայց Ստալինը եւ բոլշևիկները դա օգտագործեցին որպես առիթ ցույց տալու համար որ դա ճշնամիների դավադրության արդյունք էր եւ տերորի այդ ալիքը որի Գիզակետը 37-38 թվականներին եկավ առիթը Կիրովին էր եւ ինչ էր պետք անել Կիրովին պետք էր աստվածացնել եւ նկարանում են մի կինոնկար որը կոչվում է Վիլիկի գրաժդանին Կիրովի անունը ոչ մի անգամ չի տրվել Դերասանը շատ իրան նման է, իհարկե շատ ավելի սիրուն բան է դերասանը։ Ընդրված ֆիլմը իր կյանքի որոշ էպիզոդներ, իհարկե սովետական ռոպագանդիստական եւ այլն, Ստալինը անձամբ կարդացել է սցենարը եւ հաստատել է, որպեսզի պարզ լինի։ Եվ այնտեղ վերջու չեն սպանել, դեռ սրիկա տրոցկիստները դեռ Կիրովին չեն սպանել, ինքը համագումարում ունենում է մի այսպիսի ելույթ, որպեսզի դուք հասկանաք սովետական միության ախորժակները այդ ժամանակ։ Մի վարքյան այդ են բանն ես դնում այո Республики это к 30-37 նայեք շոկ վիդեոյը ձայն չկար մենք ձայն չենք լսում բայց մարդիկ լսում են ստուգել եմ այսօր ինքը մի քանի վարքյան է Ուրեմն մորտը ասում է որ մի լավ պատերազմներ կա, որ ասեն սովետական միությունը խաղաղացել է, չէ՞, նա կյանքում պատերազմ չի ուզել։ Ասեմ մի լավ պատերազմից հետո, այսպես մի 30-40 այսպես մի հատ նոր հանրապետություններ մենք կարող ենք ունենալ։ Նաև ասեմ, որ այս կինոնկարից այս կադրերը հանվել են, որտեղ սա ցույց է տալիս սովետական միության դերը։ Ինչի փուլում պատերազմի։ Այո։ Արխիվներում գտել են ամբողջական օրինակը, այս կտորը որ կա YouTube-ում, ինքը արխիվային գոս ֆիլմ ֆոնդից է վերցրած, որովհետև այն տարբերակը, որ պաշտոնապես սովետական միության կար, երկրորդ աշխարհամարտից հետո արդեն հետին թվով այս մասը հանում են, որպեսզի այս բանը շովինիստական այդ բանը խելագարությունը, որը տարած մեր սովետական միությունում, այդպես ցույց տան։ Իրենք խաղաղացել էին, բայց չէ կինոներում ոնց է նկարում, երեխաները խաղում էին, բան, տղա աղջիկ դա ժամադրության, բան ճիկուտիկը բռնած իրար ման են գալիս, բան մեկ է գերմանացիները արձակվեցին։ Խաղաղացել բան սովետական միության ժամանակ։ Այդպես է, չէ՞ բան ինչ ցույց տվում։ Հա դեր համար որպեսզի հասկանալ, ասում են լավ պատերազմից հետո 30-40 նոր պետություն կմիացնի 30-40 ամբողջ Եվրոպան է դաշով ամբողջ Եվրոպան է ապա Եվրոպայում քանի պետություն կար այդ ինչ է կարծում եթե Եվրոպական միության անդամները 27-ն են հիմա որպեսզի կպատկերացնենք 30-40 նոր հանրապետություն բանն է արդեն երևի sense արդեն Բրիտանիան պետք է բաժանեն Շոտլանդիայի, Ուելսի, երևի տենց իջուրտած դες հանրապետություններ պետք է ստեղծեն։ Եվ Գերմանիան հայտնվում է շատ վատ վիճակում, որ ինքը կախված է սովետական միությունից։ Սովետական միությունը հզորանում է նոր ռեսուրսներ, նոր տարածքներ։ Զորքը բերել հասցրել է սահմանին։ Հիմա տարբերակ կա Սուվորովի հայտնի, որ պետք է սովետական միությունը հարցակվեր, ես չեմ ուզում այդ թեմային անդրադառնալ, որովհետև տարբեր պատմագետներ տարբեր հայացքներ ունեն։ Բայց այն, որ ինքը մոտեցրել էր սահմանին մի քանի միլիոնանոց բանակ, դա ակնհայտ է, դա մենց 41 թվականին ակնհայտ դարձավ, հիմա մենք դրա մասին կասենք, այդ ողբերգության մասին, որ կատարվեց։ Եվ Գերմանիան արդեն փաստորեն այդ ռեսուրսների համար շատ մեծ գին է վճարում։ Եվ հետաքրքիր է որ նույնիսկ այն պարտավորությունները որ սովետական միությունը վերցրել օրինակ ինքը Լեհաստան զորք մտցրեց այն ժամանակ երբ որ մինչև վերջի լե զինվորը կամ կոտորվել էր կամ հանձնվել էր ինքը չկռվեց
39 թվականին Լեհաստանի ժամանակ, չնայած ըստ պրոտոկոլի ինքը պետք է մասնակցեր, ինքը պետք է կռիվ տար։ Հիմա բան կա, որ Բրեստը ուր ֆիլմեր, գրքեր, ես փոքր սովետական երեխա եմ եղել, պիոներ, դեռ պատի վրա կանգնած այդ Բրեստի հերոսները եւ այլն, sense պատմությունը։ Բրեստը դրանից ընդհանրապես մի ամիս առաջ, մի ամիս չէ, 2 տարի առաջ եղել է կնոջ։ Այնտեղ եղել է լեհական բանակ։ Գերմանացիները հարձակվել են այդ Բրեստի վրա եւ 1 ամիս լեհերը հերոսաբար պաշտպանել են այդ ամուսը գերմանական բանակից։ Այսինքն, եթե մենք խոսում ենք հերոսական Բրեստի մասին, այդ կարելի է խոսել հերոսական լեհական Բրեստի մասին, ճիշտ չի։ Որովհետեւ լեհերը նույնքեր պաշտպանել են մինչև վերջ, կռվել են եւ այլն, զոհվել են, որպեսզի Բրեստը Լեհաստան պետություն արդեն փաստորեն գոյություն չի ունեցել, Բրեստի ամրոցի պաշտպանները դեռ կռվել են։ Կա տենց բան։ Այդ պատմական փաստ։ Այսինքն 2 տարի, ընդամենը 2 տարի առաջ Բրեստից։ Ուրեմն եւ նամակ գնում է իր ընկեր Մուսոլինին, Հիտլերը, որ ասում է դու պետք է հասկանաս, թե ինչու եմ հարձակվելու մի քանի օրից։ Որովհետեւ այդ թոգը, որը խեղդում է ինձ եւ ինձ կախում է, կամ ինքս պետք է սպանի, կամ ես պետք է թելը կտրեմ։ Ես ելք չունեմ, որովհետեւ սովետական միությունը իր բարեկամությունը, ընկերությունը այնպես է իր վրա ծախում, որ արդեն իմ հաշվին է, Գերմանիայի անվտանգության հաշվին է եւ նոր ստեղծված գերմանական ռեյխի։ Եվ արդեն մենք գիտենք, որ հունիսի 22-ին 1941 թվականին սկսվում է Գերմանիան, արդեն մենք սկզբում ասացինք, հարձակվում է սովետական միության վրա։ Մի քանի տվյալ Մինսկը վերցնում են որ 9-րդ օրը, ոնց որ Մինսկը Հեսա ասեմ 22 ամեն դեպքում հուլիսի 1-ով, հուլիսի 2-ով արդեն գրաված։ Ուրեմն սովետական պլանի 30 օրից գերմանական հարձակման գերմանացիները պետք է կարողանային գրավեին Լիտվայի մի մասը, ոչ ամբողջ Լիտվան, Լիտվայի մի մասը, ուրեմն կար սպաների եւ զինվորների, սպաների ընտանիքների էվակուացիայի պլան, որ իրաց պետք է տանեին Լիտվայի այն մասը, որը հələ գերմանացիները չեն մտել։ Գերմանացիները Լիտվան գրավել են մի քանի ժամում, ամբողջությամբ։ Եվ ընդամենը շաբաթներ անց գրավելով ահռելի տարածք, ջախջախելով սովետական բանակ։ Հիմա մենք դրա մասին կանդրադառնանք, թե ինչու էր դա այդպես։ Եվ ես արդեն 2 ընդեղ էպիզոդ կա երևի Լենինգրադի բլոկադան եւ այլն կասենք, եւ նաեւ մեր հայերի մասնակցություն։ Ուրեմն շատ հետաքրքիր է այստեղ թվեր կա։ 41 թվականին ինչ եք կարծում, քանի սովետական զինվոր է հայտնվել գերմանական գերության մեջ։ Մեծ մասը հանձնվել են։ Ես ձենս կտրեմ։ 3.8 միլիոն, այսինքն 3 միլիոն։ Դա բացառապես գրանցվածների թիվն է։ Ընդհանուր կորուստները մինչև սեպտեմբերի 1, մինչև օգոստոսի 15, երբ առաջի անգամ Կարմիր բանակը պաշտոնական հաշվետվություն տվել, մասնավորապես դա հարավ արևմտյան ճակատն է, Բաղրամյանի հայտնի բանը, ընդհանուր կորուստները արևմտյան ճակատով, հարավ-արևմտյան ճակատով դեպի Լենինգրադ, Պսկով եւ Օդեսայի մոտ գնահատվում են 6 միլիոն։ Այսինքն այդ կորուստները զոհված գերի այդ գերիները այդ նրանք են, որոնք գրանցված են, կամ մոտավորապես 1.1-1.2 միլիոն անհայտ կորած։ Սրանք ոչ թե գերեվարվել են, այլ զենքը գցել են, շորը հանել են, գնացել են տներով։ Իրանք հետո են
բան արվել, պատժվել որպես գերեվարող։ Գերմանացիների համար դա սարսափելի շոկ էր, որովհետև այդքան գերի միանգամից մարդկության պատմության մեջ երբեք բոլոր նախորդ պատերազմներում միասին վերցրած մարդկության այդքան գերի միանգամից որևէ տեղ չի եղել։ Այդ սովետական մարդիկ, որոնք պետք է հանուն իրանց Ստալինի գնային եւ հասնեին մինչև Լոնդոն, Բերլին էլ չէ, Բերլին ճանապարհին փոքր քաղաք է, դի Լոնդոն գնային հասնեին, միլիոններով հանձնվում էին։ Ոնց է իր ասում, երկիր կարը տենց հնարավորություն ասված չուներ, դիտքան բնակչություն չուներ։ Հա, եվրոպական բոլոր բանակները միասին գումարես։ Այդքան չկար, հա։ Այդքան չկա, այսօր չկա այդքան։ 3 միլիոն Գերմանիաները դա հիմա գերիները խցում են զենքը, փոխում են բաները, ուսանիրները, գերմանացիները գալիս են ասում են հանձնեք կոմիսարներին, ինչու կոմիսարներին, որովհետև կոմիսարը դա կոմունիստական կուսակցության ներկայացուցիչն է բանակում, այսինքն դա քաղաքական ներկայացուցիչ է։ Հիմա դա կոչվում է բանը, ոնց է դասիրակչական աշխատանքով բանը, չէ, ինչ որ ոնց է կոչվում այդքան բանակում։ Դա սովետական կոմիսարի հիման վրա ստեղծված պաշտոն է, կոմիսարը դա կոնկուրսի ներկայացուցիչն էր, որը հետևում էր, որ բանակը գնա սովետական կուրսով եւ այլն։ Ուրեմն հանձնեք NKVD-շնիկներին, այսինքն հատուկ բաժինները, որոնք բանակում կային, հանձնեք բաներին, այդ կոմիսարներին եւ հանձնեք բավախ հրյաներին, այսինքն հրյա զինվորականներին։ Մնացածը տեսնենք ինչ լինի, այն ինչ լինի, ոնց կերակրես։ 3 միլիոն 800 000 հոգի մարդ ոնց կերակրես։ Այսինքն եթե նույնիսկ Գերմանիայում ոչ թե արյունախում տոտալիտար ռեժիմ լիներ, այլ լինեին աշխարհի ամենահումանիտար այն բանը կվակերներ, հա, չգիտեմ, բաներ 4 միլիոն մարդ կերակրել 4 միլիոն մարդ, որը չի աշխատում, այսինքն ինքը ոչ մի արժեք չի ստեղծում, բայց պետք է իրան կերակրես։ Այդ մեկ։ Ուրեմն կիլոմետրներով էին, ես հիմա միացնում եմ դաժան կադրեր են, բավական սա մի փոքր այսպես սլայդ շոու է, որպեսզի դուք հասկանաք, թե դա ինչ էր կատարվում։ Ուշադրություն դարձրեք, որ բոլոր ժողովուրդներից սովետական, բոլոր ռասաներից, բոլոր էսը գնաց։ Դուք տասնյակ կիլոմետրներով են եղել, այս շարասյունները եղել են տասնյակ կիլոմետրներով։ Մի քանի մոտոցիկլիստ, եթե նկատել ես մոտոցիկլիստները բոլորը հակառակությամբ են գնում, այսինքն գնում են դե ուր ինձ պետք է։ Սրանց ընդհանրապես մի մոտոցիկլետա երևի մի քանի 100 մետրի։ Այստեղ մի բան է պետք է ասել, ուրեմն առաջի տարին, երկրորդ տարին, մինչև 42 թվականի վերջը, մոտավորապես կեսը լավ վերջը չէ, մարդկանց բան ընդհանրապես նույնիսկ չէին վերահսկում, իրանց ուղղակի ասում էին ուկրաինացիներին, բելարուսներին ասում էին վերադարձեք տուն միանգամից 200 000 հոգի պաշտոնապես գերմանացիները ամեն ինչ նույնիսկ իրաց հանցագործությունը ամեն ինչ գրանցում էին, դա գերմանացիները իրեն գրանցում էին։ Ընդորում ես պետք է ասեմ, որ ֆինական պատերազմի 200 000 հոգի տուն են թողել ուկրաինացիներին, բելարուսներին 200 000 հոգի մարդիկ զենքը հանձնել են եւ այլն, երթվել են, որ ռեխիդը ոչինչ չեր արի, գնացել են իրաց գյուղը։ Գնացել։ Դա ընդունված եվրոպական ստանդարտ է, որ դու ասում ես, որ ես չեմ մասնակցելու պատերազմի կոդեմ այլևս եւ խաղից դուրս ես գալի։ Կա հայտնի Ինչի ուկրաինացիներին բելարուսյան ոչ միայն դրա համար որ իրանք ռուս չեն, այլ որտեղ Ռուսաստանը տարածք չեն գրավել, հա, որ գրավի ռուսներին էլ բաց կթողեն, Ռուսաստանը հենց չէին գրավել, էլի։ Դրա համար այդ հետո նոր ստեղծվեց այդ գաղափարը, որ իրանց պետք է օգտագործել աշխատանքներում եւ այլն, բայց առաջի ամիսները կա այդ բաները Գուդերյանի հիշողություններում կամ Անշտայնի հիշողություններում կա որ շոկը, չէ, շոկը։ Հա, որտեղ անհնար էր հասկանալ ինչ անել։ Ես ասեմ, տես դու 3-8 միլիոն ասում ենք Հայաստանից մեծ թիվ է, բայց բացի դրանից դա արևելյան ճակատում Գերմանիայի բանակի, ну, լավ, ասենց ասեմ, 50%-ներ գործող բանակի։ Այսինքն իրանք 15-20 օրվա ընթացքում իրանց չափ քանակով մարդ գերեվ արեցին։ Դու մենակ էդ ես ասում։ Մոտավորապես ամենացածր տենց թեթև հաշվարկներով 7000 տանկ մնացել իրանց։
Այսինքն տանկեր, որոնք եղել են թղթերով եւ եղել են մատակարարված այդ զորքին։ Այդ 3-8 միլիոնը հեշտ ես ասում։ 3-8 միլիոն բան, ասենք ինչ, հրացան, ասենք 10 հոգուն մեկ գնդացիր, ահռելի քանակությամբ հրետանի։ Մոտ 6-7 հազար նետո աղեղ, բայց 3 միլիոն դա թիքայել է ասեք։ Ես պետք է ասեմ շատ կարևոր մի բան, օրինակ, Սովետական միության այդ տարվա 41 թվականի հունիսի դրությամբ մեկ տանկային կորպուսում, դա ինքը վաղ տանկային չէր կոչվում էր մեքենայացված, մեկ տանկային կորպուսում ավելի շատ տանկ կար, քան Գերմանիայի հարձակվողական բանակում, ամբողջ, որպես պատկերացնեք, յուրաքանչյուր սովետական դիվիզիան պարունակում էր 300-ից ավել տանկ, տանկային կորպուսը 3 դիվիզիա էր, իսկ օրինակ Գուդերյանի տանկային զբաները 260 տանկ էր սաղ։ Այսինքն դու պետք է հասկանաս ինչ են ջախջախել, ինչ է հանձնվել։ Այսինքն այդ մարդիկ կարային հասնեին մինչև Բեռլին ոտ-ոտ, բայց իրենք ուղղակի թողել են զենքը գնացին։ Կրվեին սովետական, որտեղ հիմնականում գյուղացիներ էին, եւ սովետական միությունը վերջի 10 տարում իրանց հետ արել են, ինչը պատկերացնել չի լինի, դրա համար մարդիկ չէին ուզում կռվել։ Հիմա բայց Նիկոլը դա պետք է նշի։ Հա, անպայման, պետք է գնա նշի ուրախությամբ եւ մի վարքյան, այստեղ ես ուզում հիշեմ ինչ նյութեր կան, որպեսզի համապատասխան, այո։ Ուրեմն դա մի քիչ շեղվենք մի րոպե, մինչև շունչերս քաշենք, սա այն ծաղրանկարներն են, որ արևմտյան մամուլը Մոլոտով-Ռիբենտրոպի ժամանակ նայեք իրար դանակ են մտցնում իրար մեջ, որտեղ հասկանալի է, որ երկու երկրները ամուսնանում են, այստեղ կենակցում են միասին, այսինքն այդ կենակցելու ամուսնանալու թեման շատ պոպուլար էր համաշխարհային այդ թերթերում եւ այլն այդ թեմաները շատ պոպուլար էին այն ժամանակ։ Հա, կարող է թվալ, թե ասենք դե 41 թվին այդպես էր, բայց հետո ուղղվեց։ Ուրեմն 42 թվականին արդեն, որը ամենակատաստրոֆիկ տարին չէր սովետական միության ժամանակ, չէ՞։ 41-ը համարվում է ամենացածր կետը։ Խարկովի օպերացիայի ժամանակ ինչքան սովետական զինվոր է գերինգել գերմանացիներին 240,000։ Հիմա մոռանանք 3-8 միլիոնը, պատկերացնենք այդպեսի թիվ չի եղել։ Միայն վերցնենք շատ ավելի համեստ թիվ 240,000 հոգի։ Դու պատկերացնում ես դա ինչ։ 20 դիվիզիա։ Դա Խարկովի օպերացիան է 42 թվական։ Այսինքն այնպես չի, որ 41-ին այդ դերության թեման փակվեց։ Եվ ավելի կարևոր բան, Ստալինը սկզբից հենց ամառային առաջին ամիսներին մի միջանկյալ հրաման է տալիս, որտեղ բառացիորեն բառերն եմ ասում։ Հրամանում է Ստալինի ստորագրությամբ, որ բիգուտկան բանան ոչխարների նման փախնում են, որ պետք է ինչ-որ բան անեն։ Չի օգնում ոչ մի բան։ Եվ ավելի ուշ 41 թվականի օգոստոսին, եթե չեմ սխալվում, սարսափելի 270 հրամանն է գալիս, որտեղ բոլոր գերիները հայտարարվում են փաստորեն թշնամի։ Զինվորները, որոնք եկել են գերի, դրանք արդեն սովետական քաղաքացիներ չեն։ Դրանք թշնամիներ են։ Ըստ որում թույլ է տրվում սովետական զորքերին ռմբակոծել ճամբարները։ Մի բան պետք է ասեմ այստեղ, քանի որ դրա մասին խոսեցիր, բաց թողեցիր։ Հուլիսին դուրս է գալիս առանձին մի դիրեկտիվա, առանձին մի հրաման, համաձայն որի ցանկացած սովետական բանակի զինվոր իրավունք ուներ տեղում գնդակահարել իր հրամանատարին, ով ուսադիրը չի, լիճկեքը հանում է, ուսադիրները 42 թվականին են հայտնվել, այդ վաղ չկար, այստեղ այդ ռոմբիկներ բաներ, ով որ հանում է ու փորձում է փախնել կամ հանում է փորձում է գերեվարվել, կարան գնդակահարեն առանց բանի, դեպքեր են եղել, առանձին կորպուսների դիվիզիաների հրամանատարներ են եղել, որոնց հրամանատարներին
ну, в смысле 26, 27, 28 հունիս մինչև հուլիսի սկիզբ իրանց ուղակի կենթանի թաղել են հողի մեջ, որովհետև ուզեցել են նահանջեն զինվորները, սրանք չեն թողել, հրաման են տվել, բան են արել, այտենց նու երևի կրակը վիրավորել են, կենթանի թաղել են հողի մեջ։ Հետո դա ուղղակի փաստերով բացահայտվել է, որտեղ եկել են հասկացել են, որ երկնտակից մարդա դուրս գալի, բան տես չի մեռել իրականում, բանտես մի կերպ բան են արել։ Այսինքն այդ այլանդակությունը հունիսի 22-ից մինչև երևի օգոստոսի 15-ը այդ հիմնական մեր կեղծիքն է, հիմնական այն բանն է, որի վրա այդ Պաբեդաբեսյան ստեղծվել է։ Ուրեմն նաև բացի դրանից Կարմիր խաչ։ Ուրեմն բոլոր ռազմագերիները, ֆրանսիացի, ամերիկացի, բրիտանացի, իրենք օգտվում են Կարմիր խաչից, ստանում են տնից ինչ որ բարբերականությամբ բաներ։ Ոնց են ասում։ Ռուսիկ։ Տուլիկ, Այսինքն ուտելիք եւ այլն, Կարմիր խաչը գալիս է ինսպեկցիանում ռազմական այդ բաները, ճամբարները, արդյոք շատ վատ են պայմանները, թե ոչ։ Պատկերացնում ես, չէ՞։ Ստալինը ասում է, որ ոչ մի Կարմիր խաչ ես չեմ ճանաչում, դրանք սովետական քաղաքացիներ չեն։ Ինչ ուզում եք դրանց հետ արեք։ Նացիստները բան չեն, ամեր երեխեք չեն, նացիստ են։ Իրենք որոշում են, որ զանգվածային, որին կարելի է օգտագործել, օգտագործում ենք, որին չեն կարող օգտագործել, թողնենք։ Այդ որում ես տես կարդացել եմ հիշողություններ նաև ֆիննական ճամբարներից, այսինքն հյուսիսը Ֆինլանդիան էր վերցրել, այսինքն այն սովետական զինվորներին, որոնք ընկել են ֆիննական գերություն, էլի ահռելի քանակությամբ, էլի շատ մեծ քանակությամբ։ Ֆինները թող նացիստ չէին, գերմանացի չէին, իրենք չէին անում այն, ինչ որ անում էին նացիստները, իրենց մոտ չկար զանգվածային ոչնչացման ոչ մի համակարգ կանգնեցի։ Բայց այն ուտելիքը, որը քիչ էր, իրենք տալիս էին իրենց զինվորին, իրենց քաղաքացիներին։ Պարզապես զանգվածային սովից մեռնում էին, սովետական ռազմագերիները ֆինների ձեռքը ընկած, 90%-ը սովից մահացել։ Մի բան պետք է ասեմ, ստեղ որպեսզի հասկանալ լինի դիտողներին։ Ուրեմն 39 թվականին, այսպես կոչված ձմեռային պատերազմը, նոյեմբերին, որ հարձակվեց Սովետական Միությունը, Ֆինլանդիան անկախացել էր ռուսական կայսրությունից փլուզվելով, բայց Ֆինլանդիայի հացահատիկը 90%-ով գալիս էր Սովետական Միությունից եւ ավտոմատ կերպով Սովետական Միությունը երբ հարձակվում էր եւ շրջափակում էր մտցնում, ինքը ուղակի դատապարտում էր ֆինական խաղաղ բնակչությանը սովամահի, որովհետեւ ոչ մի տեղից հացահատիկ չէր գալիս, ինչու ֆինական նախ հյուսիսա իրանք չեն հաճեցնում, իրանց մոտ հողը նախատեսված չի դրա համար։ Երկրորդը ֆինական բոլոր այդ Խանկոն, բանը, Վիբուրգը, իրանք բոլորը հասանելի էին Սովետական Միության նավատորմի համար, այդ նավահանգիստները, եւ նույնիսկ ծովով չեն կարողանում ստանալ։ Երբ լիգաների ազգերի լիգան փորձում էր օգնություն ցուցաբերել, ինքը տանում էր կամ Նորվեգիայի նավահանգիստներ, կամ Շվեդիայի, որը բան էր, իրականում նեյտրալ երկիր էր։ Եվ Շվեդիայից ինչ որ մի կերպ այդ հացահատիկը հասնում էր Ֆինլանդիա, այդ ամբողջ ընթացքում մինչև փետրվար 4 ամիս, ասենք այնտեղ բանը սովեն դատապարտել։ Դրա համար երբ որ հիմա Արմենը ասում է, որ ֆինները ինչ ունեին իրան զինվորին էին տալի, դա այնպես չի, որ ունեին զինվորների համար նախատեսված տալիս էին, չէ, քանի որ սովետի այդ պատերազմը իրանք հացահատիկի խնդիր ունեին, չկար այդ հացահատիկը, բառից բուն իմաստով չկար։ Եվ իրանք ինչ որ մի կերպ պետքա այդ ամեն ինչը համ իրանց վերաբաշխեին, համ ի վերջո նորից եմ ասում 90%-ով կախված էին Ռուսաստանից, բայց ստեղ անկախ ամեն ինչից մեծ թեմային վերադառնալով ես ուզում եմ ասեմ, որ այդ փորձը մեր համար Հայաստանի Հանրապետության պետքա ոսկե տարերով դաջված, ինչ ոսկե սեպագիր արձանագրությունն պետք է որ ճանաչի իմաստություն խրատի տակը երկիրը, որը 90%-ով կախված է եղել Ռուսաստանից, Սովետից կռիվա տվել, մի քիչ պարտվել է, բայց իրականում հաղթել է,
Հենց նրա պատճառով, որ ասենք թքած է ունեցել նրա վրա, որտեղ իր արժանապատվությունը 41 թվականին 1-2 ամսվա ընթացքում վերադարձել ամեն ինչ մի բան է ավել, այո, մի բան էլ ավել։ Չէ, ավել ֆինները իմիջիայլոց Իրանք վերադարձել են այն սահմանին, որը որ իրենք չէին սիրում։ Իրանք եկե սահմանի վրա կանգնել են։ Գերմանացիները ասում էին այմար մի չէ գնա, ասում են չէ, ստեղ։ Իրականում որ Պիցերը մնացել էր, նու Լենինգրադը, որ Պետք է իմիջիայլոց Լենինգրադը, Պետերբուրգը պիտի անցներ բանն էր։ Ասում եմ Մաններհեյմի նվերներ։ Հիմա ուրեմն Գերինգի պատմություն ասեցիր։ Մաններհեյմը եղել է ուրեմն Սպարաշիլովի բալես գվարդիական եւ եղել է Լեյվ գվարդիայի սպա, այսինքն ցարի անձնական գնդերի դեռ սկզբից գեներալ չէր, այլ հետո դարձավ սպա, հայտնի է եղել որպես իսկական սպա ռուսական ցարական բանակի ազնվական, ինքը շվեդ էր ծագումով, ազգությամբ, այսինքն կանայք, սիրավեպեր, չգիտեմ, շամպայն, ձիեր, կինոները որ ցույց էր տալիս եւ Հիտլերը ուզում էր Լենինգրադը ջրի տակ անցնի, բաց թողել այդ բաները, շլյուզերը, ջրի տակ անցնի Լենինգրադ։ Մաններհեյմը արեց ամեն բան, որպեսզի դա չլինի։ Եվ քանի որ չնայած իրեն տվել էին Պետերբուրգը, կարծես պետք էր մեր Ֆինլանդիային, մի մետր առաջ չգնաց զինվոր, որովհետև ինքը իր երիտասարդությունը եւ իր բուրըն եւ երջանիկ օրերը անցկացրել էր այդ քաղաքում։ Այդ էլ Լիպեցկի պատմություն 2։ Ուրեմն սա հիմա ինչպես էր կրում սովետական միջնորդը։ Զագրատ ատրիադները այսպես կոչված, որոնք քաղաքացիական պատերազմի ժամանակ ստեղծել է Տրոցկին։ Այդ Տրոցկուն ատում էին եւ այլն տրոցկիստներին իբր թե գտնում էին, բռնում էին, այսինքն չէին սիրում, ասում էին տրոցկիստա տանում, կորցնում էին, ով դուրերը չէր գալիս, էլի։ Բայց Տրոցկին ստեղծեց Զագրատ ատրիադը։ Ինչ է Զագրատ ատրիադը։ Մի խումբ զինվորականներ, անձամբ հավատարիմ ռեժիմին, որոնք շատ ավելի լավ են սնվում, քան միջին զինվորը, ավելի լավ են զինված որոշ հարցերում, իրենց ծանր տեխնիկա պետք չի, ասենք, իրենց պետք է այնպեսի տեխնիկա, որպեսզի կարողանան մարդ սպանեն, զինվոր սպանեն։ Գտնվում են հետևում եւ բոլոր փախնողներին գնդակահարում են։ Այսինքն զինվորը պիտի գերադասի մեռնել թշնամու Պամպուշտից կամ վերադառնալ 100% մեռնել։ Այստեղ ինքը չգիտի 50-50-ը, այնտեղ 100%։ Զագրատ ատրիադներ, հայտնի չի մինչև այսօր, թե ինչքան մարդ է զոհվել այդ Զագրատ ատրիադներից։ Բայց ես կարծում եմ դա ֆանտաստիկ թվեր է։ Հիմա 2,800,000 ռազմական տրիբունալի որոշում։ Սովետական տարածքում, գերմանական տարածքում չէ։ 240,000 հոգի սովետական տարածքում տրիբունալը դատապարտել է մահվան եւ գնդակահարվել է։ 240,000 հոգի։ Ինչն է հետաքրքիր, որ գերմանացիների օկուպացված տարածքում մոտավորապես նույն թիվն է, մի քիչ։ Այո, բայց նշում ենք դա այնա, ինչի շուրջ կան փաստաթղթեր։ Գորն է մի հատ տետրի մի հատ կտոր, որի վրա մատիտով գրած է։ Կամ դատական այդ բաները, արխիվները, կամ արխիվները։